խորհուրդ բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա մտածում են բրենդի անուն, եթե դες թվում է թե ինչ խնդիր կարող լինի բրենդի անունման հետ, ասեմ իմ պատմությունը 6 տարվա, այս արդեն 7 օր կոնկրետ ինձ Instagram-ը ուղարկել է եւս մեկ զգուշացում անվան հետ կապված, որ փոխեմ, ասեմ որ մեր բրենդի անունը Copart Connect է, խնդիրը կայանում է նրանում, որ Copart բառ կա մեջը, Copart անուն կա մեջը, այսպես ասած, Copart չեմ ինչ-որ բան նշանակում է, բայց արդեն դա կապ չունի թե ինքը ինչ է նշանակում, Copart հայտնի է որպես ավտոների աուկցիոն, մենք էլ ենք զբաղվում մեքենաներով, իրանք ասում են որ մենք սպամինգով ենք զբաղվում, մի խոսքով, այս ահա որ բան է, մենք առանձնացված վերջի մի տարվա մեջ զարգացնում ենք մեր երկրորդ բրենդը, Car Supply-ը, սա ոչ չինական մեքենաների հետ կապված է, չինական եւ նոր մեքենաների հետ կապված, մի խոսքով որոշեցինք որ մնա մի բրենդ, Car Supply USA կփոխենք, չգիտեմ, եթե դուք բրենդի անուն եք մտածում, ես արդեն կորցրել եմ 3 հատ ակաունտ Instagram, Facebook, չգիտեմ, արդեն հասել եմ նրան, որ իմ անունով ակաունտ չի թողում Facebook-ը բացեմ, հասել է դրան։ Մի խոսքով ժողովուրդ ջան, եթե դուք եք բրենդի անուն մտածում, զգուշ եղեք այս հարցին։ Հիմա Instagram, Facebook-ը շատ բարդ է դարել, ընդ ինչ որ բան ապացուցել, ոչ մի թուղթ, ոչ մի բան իրենց կապ չունի, իրենց կարևոր է ինչ որ իրենց ընկերության չկնմանակեք, ինչ որ չգիտեմ, անհասկանալի կոնտենտ չլինի, եթե լինում էլ է, ինքը չի նայում դա ինչ կոնտեքստով է, ինչով է, պրոստը բլոկավորում է, դա համար եղեք զգուշ եւ ձեր հարթակները ձեր բիզնեսի համար այսօր շատ կարևոր տեղ են զբաղեցնում, եղեք ուշադիր։ Բոլորիդ իրենց աշխատանքներում մաղթում հաջողություն։